Կրակեցին մի հատ էլ կարմիր սարույթ բարձրացան վերև։ Սկզբում մտածեցինք հրավառություն է։ Շաբաթ երեկոյան Մուրացյան փողոցում հնչած կրակոցներից է պատմում փողոցի տներից մեկի բնակիչը։ Վայրկյաններ անց հասկացել է աղմուկն ու պայթյունի ձայնը հրավառության նման չէին։ Հետո որ սկորի ձեն, միլիցիայի ավտոների ձեն դուրս եկան, որ ստեղ հարցրեցին, իմացա որ մարդ է խփել են, մարդ է մահացել։ Այդքան բան ուրիշ բան չգիտեմ։ Մեկ ձերբակալված կա։ Կրակոցների հետևանքով մահացել է 20-ամյա Վահեն։ Նրա անունով ժապավենն արդեն ամրացված էր փողոցում։ 15-ամյա մի երեխա էլ հիվանդանոցում է։ Ըստ տեղեկությունների ավելի քան 30 կրակոց է հնչել։ Տեղում նաև նռնակ են հայտնաբերել։ Ոնց է վերաբերում փողոցի Չիկագոչի են բաների ժամանակվա գանգստերների։ Ամոթ է, այդպես բան ոնց կարելի է։ Ադրբեջանցիները մի կողմից, թուրքերը մի կողմից, հայերն էլ մի կողմից։ Ինչ են ուզում ես ալգի, չգիտեմ։ Ուղղակի Հայաստանի վիճակը կարգավորված չի, կայուն չի, անվտանգ չի ժողովուրդը։ Վերջին օրերին այս դեպքը միակը չէ։ Հուլիսի 15-ին էլ Վաղարշյան փողոցի բակերից մեկում օրը ցերեկով կրակել էին եւ բռունցքների անցել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, եթե իրավապահներն իրենց տեղում լինեն, ողբերգությամբ ավարտվող այս դեպքերի շղթան գուցե հնարավոր լինի կանխել։ Երբ որ պետությունը իր ամբողջ իրավապահ համակարգը դարձնում է ռեպրեսիվ համակարգ եւ քաղաքական հետապնդումների գործին է այդ ամբողջ համակարգը լծում, այսպիսի դեպքեր են լինում։ Այդ մարդիկ հիմա ինչով զբաղվեն, իրենց բուն գործով զբաղվեն, թե քաղաքական հետապնդումներով։ Այսինքն սրա բուն պատճառը պետք է որոնել այնտեղ, որ իրավապահ մարմինները իրենց գործառույթները թողած զբաղված են քաղաքական հետապնդումներով։ Մեկ օղակի թերացման հարց չէ, ասում է իրավապաշտպանը։ Խնդիրներն ամբողջ դատաիրավական համակարգում են։ Օրինակ դատարաններում ակնհայտ քաղաքական աստար ունեցող բոլոր գործերով մարդիկ կալանքի են տարվում։ Մինչդեռ իրական հանցագործության ռիսկի դեպքում խափանման միջոցներն այդքան էլ խիստ չեն լինում։ Հանկարծ մեկը Նիկոլ Փաշինյանի կամ մի ԿՊԱ-կանի մասին մի ծուռ բան ասի, հրաշք կլինի, եթե տնային կալանք որպես խափանման միջոց կիրառվի։ Բայց արյան դեպքերով մեկ էլ տեսնում ենք վարչական հսկողություն ունես, ինչ են ինչ։ Բնից դուրս գալուց մի հատ աղոթում ենք, որ կարողանանք տուն գալ, որովհետև արդեն որևէ մեկը չի խորշում նրանից, որ փողոցի մեջտեղը, երբ որ 100 մարդ է անցնում դնի եւ գնդակահարի չես իմանա, թե ինչ պատահական փամփուշտ կգա կպնի, ել չեմ ասում երեխաներին դուրս թողնելուց եւ այլն։ Սա անվտանգային լուրջ ռիսկ է։ Տպավորություն է, ասում է Մելիքյանը, որ մեր երկրում իշխանությանը քննադատելը ավելի ծանր հանցանք է համարվում, քան մարդասպանությունը։